Այո, երկրում 37 թվի մթնոլորտ է, հեսա կբացատրեմ, դուք շատ հեգնում եք էդ, ինչ է կատարվում, Ռուբեն Ռուբինյանը ապացուցելու համար իմ եմ պնդմանը, որ ցանկացած ընդդիմադիր համայնքապետ, ով ընտրվում ով ձեր համար խնդիր կալանավորում է, գալիս այս ամբիոնից ցանկ է կարդում ընդդիմադիր համայնքապետերի ու ասում է ում ենք սրանցից հետապնդել։ Առաջինը տալիս է Դավիթ Համբարձումյանի անունը։ Դավիթ Համբարձումյանի, որին 3 վճիռ կայացվեց 6 տարի 3 ամիս կալանավորելու Ռուբեն Ռուբինյանի մոտ տպավորությունն է, որ դուք չհետապնդվողների ցանկը չեք կարդացել, հաջորդականությունն եք կարդացել ու եք կալանավորելու։ Այդ ձեր ցանկում քրեական գործեր կան մարդկանց վրա, կապանից սկսած, այնտեղ համայնք եք նշում, որտեղ իշխանությունը բռնի փոխել եք։ Այսինքն, այս է այս մարդկանց չհետապնդելու օրինակը։ Ուզում եք մեկ օրինակով ցույց տամ, որ եկեղեցու դեմ կատարվողը բացառապես քաղաքական արժava անձամբ վեհապարի նկատմամբ։ Դուք մի ձայնագրությունով, որտեղ ինչ որ մեկը քահանա նախկին ասում է վեհապարը ինձ ասել է մայրիկիդ վերցրու գնա ցույցի։ Այդ դրվագով դուք քրեական հետապնդում եք, վարույթ եք հարուցել ամենայն հայոց վեհապարի նկատմամբ։ Ու ծաղրում եք եկեղեցու այն հայտարարությունը, որ չի բան արել, չի անդրադարձել այդ դրվագին, բայց ասում է ձայնագրությունը ապօրինի է։